Միկրոֆոնի մոտա ուրեմն իմ հետ։ Ռոբերտ Ազատություն, ասում եմ միկրոֆոնի մոտա ուրեմն իմ հերթն է։ Լրագրողներ ջան, լսեք, խնդրում եմ հետևել ինձ առանց իմ թույլտվության, վերջի անգամը լինի, որ որևէ մեկը խոսափողը վերցնում ու հարց է տալիս։ Ես թողում եմ, նոր հարցը տալիս եք։ Պարոն Մելիքբեկյան, խնդրեմ հիշենք 2019-ի իրադարձությունները։ Այն ժամանակ Իտալիայի հավաքականին 9-1 հաշվով դրսում պարտվելուց հետո կրկին հավաքականի մարզիչը նոր էր Աբրահամ Խաշմանյանն էր գլխավորում ու այդ պարտությունից հետո այսպես կրկին հայկական ամբողջ ֆուտբոլային հանրույթը ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականն էր պահանջում Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, հեռացավ, ինչից հետո ընտրություններ եղան եւ դուք հաղթեցիք։ Զուգահեռներ շատ կարելի է անցկացնել այս 6 տարիները բաժանող այս պատմությունների մեջ, ու հիմա խնդրում եմ ասեք, եթե այն ժամանակ հրաժարական պահանջելը այսպես արդարացված էր, ճիշտ էր եւ պետք է հրաժարական լիներ, հիմա ինչու այս պահանջը համարում եք այսպես ոչ արդարացի։ Որն է տարբերությունը։ Ես կխնդրեմ պարոն Նիկողոսյանը այս հարցին պատասխանի, որովհետև չեմ ուզում որպես քանի որ ես եմ ընտրվել, պարոն Նիկողոսյանը դες կպատասխանի իրականությունը կպատմի, որտեղ նաև այդ ընթացքում է եղել։ Պատասխանեմ, դուք ասում եք 19 թվականին հանրությունը ուզում էր Վանեցյանի, դուք վստահ եք ձեր ասացի վրա։ Վստահ մի եղեք, որովհետև հանրությունը նման պահանջ չի դրել։ Կար այլ մեթոդներ եւ Վանեցյանի հրաժարականը 9-1-ի համար չէր։ Կար այլ որոշում, եթե հիշում եք այն ժամանակ գործկոմը ամբողջությամբ քաղաքական գործիչներից էր կազմված ազգային ժողովի падգամավորներ, նույն պարոն Վանեցյանը բավականին մեծ պաշտոն էր գրավում Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում։ Քաղաքական որոշում ընդունվեց, որպեսզի ամբողջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեում դուրս գան քաղաքական գործիչներ եւ ֆուտբոլը մնա ֆուտբոլիստներին։ 9-1 ընդամենը կատալիզատոր հանդիսացավ այդ որոշումը կատարելու համար։ Ինչ վերաբերում է հանրային ձեր ասած պահանջին չի եղել նման բան, որովհետև այն ժամանակ նման հանրային պահանջ չկար։ Կար այլ բան, եղավ նաև նշանակում պարոն Վանեցյանի կողմից ազգային հավաքականի մարզչին, որը արվեց առանց գործկոմի թույլատրության, իսկ օրենքով դա պիտի արվեր գործկոմով, երևի դուք տեղյակ չեք, որ մինչև Աբրահամ Խաշմանյանի նշանակվել է այլ տեխնացուի անուններ քննարկում, որը համարյա նշանակվում էր, կամ եթե տեղյակ եք ուրախ կլինեմ, համենայն դեպս 9-1-ի հետ ձեր ասած ոչ մի առնչություն այդ հրաժարականը չուներ։ Դա քաղաքական գործընթաց էր եւ ես մեծ հաշվով անկախ ձեր գնահատականից մեր գործունեությանը ուրախ եմ, որ քաղաքական գործիչները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այլևս անելիք չունեն, որովհետև իր պատմության մեջ միշտ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմում եղել են քաղաքական գործիչներ, Երևանի քաղաքապետեր, նախարարներ, ազգային ժողովի падգամավորներ, որոնք ինչքան էլ սիրեն ֆուտբոլը, ինչքան էլ ավելի լավ ընկալեն ֆուտբոլի ազդեցությունը հանրության վրա, ամեն դեպքում ֆուտբոլով պիտի զբաղվեն ֆուտբոլ սիրող, ֆուտբոլով առօրյա ապրող մարդիկ եւ մեր գործկոմում հիմա եթե ոչ 100% կամ գրեթե 100% ֆուտբոլային մարդիկ են։ Անկախ նորից եմ կրկնում այն գնահատականից, որ դուք կարող եք տալ ֆուտբոլի ֆեդերացիայի կամ նրա ղեկավարության աշխատանքների։ Եվս մեկ հարց, պարոն Մելիքբեկյան, դուք Վրաստանից գրած պարտությունից հետո այդ կարճ ճեպազրույցի ընթացքում հայտարարեցիք, որ արդեն հաջորդ խաղերին, հունիսին ընկերական խաղերին հավաքականը լրիվ այլ կերպով կներկայանա, այլ որակ ցույց կտան։ Կարող եք ասել, հա, ինչ միջոցներով է հնարավոր նման ձախողված հանդիպումից հետո ընդամենը ամիսների ընթացքում, չունենալով այդ ընթացքում ընկերական խաղ, փոխել հիմնովին այս ձախողված խաղից անցում կատարել ավելի որակյալ խաղի։ Որն է այդ բանալին, կարող եք բացատրել։ Շատ կներեք էլի, ես մեծ քանակությամբ, շատ մեծ քանակությամբ ձեռքեր եմ տեսնում եւ անկեղծ ասեմ, ես նորից կարող եմ կրկնել ինչ որ պատասխանեցի հունիսյան հանդիպ, բայց ես չեմ ուզում նորից ու նորից կրկնել, մարդիկ սպասում են, նույն հարցը կներեք կրկնվեց, էլի շատ կներեք։ Հարցը սեպտեմբերյան խաղերի մասին էր նախորդ։ Մենք հունիսի խաղերի մասին խոսեցինք սեպտեմբերյան խաղերի հարցի ժամանակ։